մարդիկ, ողջույն, բարև Ռուբեն, շնորհավոր Կարլենի և Իրինայի տանը ծնված փոքրիկ, որին տեսել է Արտաշեսը, Մարինան, բանը Կարլենովնա ջան, ձեր ընտանիքը հաղթահարելու մասին է, շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ մեզ, որովհետև ինչպես և գրքում, Ռուբենը մերն է և Ռուբենը բոլորիսն է։ Ռուբենի ծննդյան տարեդարձը պիտի դառնան համահայկական տոներ և փիլիսոփայից մինչև պատգամավոր, պատգամավորից մինչև հոգևորական դերասանից մինչև պոետ պիտի նշեն Ռուբենի ծննդյան տարեդարձը, նշեն փառքով, պատվով, ոնց որ ինքն է ապրում, նշեն այնպես, ոնց որ ինքը վեկտորը փոխեց, 3 անգամ եմ տեսել Ռուբեն Վարդանյանին, տաթևի բացմանը, պատիվ եմ ունեցել առաջին անգամ ֆունիկուլորը նստել իր հետ միասին, տեսել եմ երբ որ նոր էր Ավրորան ու Այդիան, հրճվել եմ այդ մարդուց, չեմ հասկացել, որ միլիարդատերը կարա տենց հանգիստ շապիկ հագնի ու չլինի մեզ ծանոթ հիվանդ միլիարդատերների պես, և վերջին անգամ երբ տեսել եմ իր հոգին, երբ արդեն նա բանտում էր Բաքվի ու տողեր են ծնվել, որոնք վարջանքո գիրքը տիրամոր սրբապատկերի հետ միասին իմ տաննա, ես շատ եմ անդրադառնում, և քո փիլիսոփայությունը և եղբորդ փիլիսոփայությունը այն դրոշակներն են, որոնք ես ծածանում եմ սեփական ընտանիքիս շրջանակում։ Գերի կոչվում է բանաստեղծությունը, Մարջան։ Գերիների մեջ Բակո Սահակիչին եմ շատ լավ ճանաչում բոլոր բանտում գտնվողները, ընկերներս են կարելի ասել, բայց Ռուբոյի տարբերակը Ռուբենի, տարբերակը Ռուբեն Կարլենովիչի, տարբերակը Ռուբեն Վարդանյանի խոսքը ինձ ցնցեց շատ։ Տեսքն էլ, մենք սովորեինք Ռուբենին տեսնել ավելի գիրուկ, ավելի ուպիտնի տարբերակով ու այդ ամեն ինչը շատ ազդեց վրաս։ Իհարկե Էմինի տողերից հետո ներողություն եմ խնդրում Ժառանգից, որ նվաստից տողերը կարդում եմ, բայց ես դրա համար եմ նաև եկել, սիրելուն է Ռուբենին ու շնորհավորելու։ Գերի, թշնամու երկրում գերի մեծ ցավ է ու հոգու անասելի կծկում, բայց գերեվարվելը միթե լավ է ոչ թուրքի, այլ սեփական երկրում, ուր ստիպում են մոռանալ անցյալը, իսկ ես քաղաքականացնում եմ։ Ազգանունը դե արյունն էլ հեչ։ Ես երիցս անիծում եմ քայլը, որ մեզ շպրտեց դժողքի մեջ։ Թշնամին ներելը լավ պատգամ է, յուրայինների հետ կա թե վեճ։ Խաչողին սիրել մի հոգու բաներ, չեմ տեղավորվում Քրիստոսի մեջ։ Ես ուզում եմ արթմնի իմ վրեժը, քունս խանգարող եղեռնս մեծ, չեմ ուզում պոկել հայ ծառի խեժը և օտար ճյուղեր կպսնել, շատ կեղծ։ Թշնամու երկրում գերի մեծ ցավ է, բայց ավելի պատվաբեր է, հա, քան թուրքի հոգով հայի համբավը, լռությունը, որ բերում է մահ։ Ռուբջան, մենք քեզ բոլորը սիրում ենք այս անփահարությունները, քեզ վստահ եմ, որ վերադառնալու ես քո ընտանիքը մահը հաղթահարած, քո ընտանիքը հիվանդությունը հաղթահարած ու ժամանակն ու տարածությունը հաղթահարած հոգիների, մարմինների և պատվաբեր ժառանգներ են։ Դու վերադառնալու ես, քո այդիաները դեռ շարունակելու են վարակել, Ռուբեն ջան, և բարևը, որ տվել ես մանկուց, տարածվելու է ոչ միայն առանց այդ էլ գրագետ ու վարակված մարդկանց մեջ, այլ նաև խորը քնած հիմարությունն էլ հաղթահարելու։ Ծնունդդ շնորհավոր մեծ, այ խոնարհում